հայտնվեցավ, որ շատ իմաստալից և շատ պատվերներով լեցուն մեկ ավետարանն է։ Այսօր ուկան հրյաները և կգործեն Քրիստոսին սերով և կհարցնեն այն զոհերու մասին, որոնք Երուսաղեմի մեջ Հերովդեսի օրով իրենց արյունը խառնվեցավ իրենց զոհերու արյունին։ Եվ այս դեպքը ինչ է։ Ուրեմն այս դեպքը այն է, որ Հերովդեսի օրերով Հութա Գալիլեացիին հետևողներեն ոման, ոչ թե Հութան, որ Քրիստոսը մատնեց, ուրիշ Հութա Գալիլեացի մնե, այս Հութա Գալիլեացին խումբը հարաճացուցած էր, որոնք գմերժեին Հերովդեսին դեր գոչել։ Ինչպես նաև իրենք գմերժեին, որ զոհեր մատուցանեն Աստուծո, բացի այն զոհերը, այն իմաստով, ինչպես որ Մովսես պատվիրած էր և ինչպես որ Մովսեսի օրենքը պատվիրել։ Եվ այն ժամանակ Հերովդեսը շատ խիստ արգացավ Աստծուց վրա և մարդ վրգեց և դաջարի մեջ բոլորը սպանեց և այլ խոսքով իրենց արյունը խառնվեցավ իրենց զոհերու արյունին։ Եվ այստեղ ինչպես հրյաները, որ միշտ կփորձեն զանազան ձևերով Քրիստոսը փորձեն, որպեսզի սխալի մեջ իրացնեն ձայն, այստեղ կուքան իրեն այս դեպքը կբավեն, որպեսզի տեսնեն, թե Քրիստոսի կեցվածքը ինչ է այս պատմության մեջ։ Բայց Քրիստոս այս իրենց հարցումին մեկ ուրիշ արագով կամ ուրիշ օրինակով կպատասխանել։ Ես գսե արդյոք Սելանի մեջ այն 18 մարդիկը, որոնց վրա աշտարակ էին գալ, արդյոք ավելի մեղավոր էին, քան Երուսաղեմի բնակիչները։ Եվ այստեղ կտեսնենք Հիսուս իր այս պատասխանի մեջ գուզե ասել, թե կյանքի մեջ մարդիկ գրնան փորձություններու մեջ գնան, գրնան դժվարություններու մեջ գնան, գրնան հիվանդանալ, գրնան արգած ունենալ և գրնան որևէ մեկ տեսակի դժբախտություն ունենալ, բայց անիկա երբեք կապ չունի Աստծո ծրագիրներու հետ։ Այսինքն ոչ թե որովհետև ես հիվանդացա, անիկա կնշանակե, որ Աստծո ինձի պատիժ մնե։ Եթե ես արգած ունեցա և ինձի բան եղավ, անիկա չի նշանակեր, որ ես իմ մեղքերուս պատճառով է, որ Աստված ինձի այսպես պատժեց։ Ինչպես որ ճիշտ նույն ձևով այսօր այս միտքը տարածված է մեր ժողովրդի մեջ, կդարձեն, եթե որևէ մեկ փորձանք կամ հիվանդություն ունեցան, անիկա Աստծո պատիժն է իրենց մեղքերուն համար և անոր համար է, որ իրենք պատժվեցան։ Միշտ չէ, որ այսպես է, բայց կան դեպքեր, որոնք պատահած են հին ուխտի մեջ և որոնք կպատահին նաև այսօր մեր կյանքի մեջ, որոնք գրնան նաև այդ մեր մեղքերուն պատճառով ունալ։ Բայց երբեք չի նշանակել, թե բոլոր հիվանդությունները, բոլոր փորձանքները, բոլոր դժվարությունները մեր մեղքերուն պատճառով են։ Անիկա այսպես չէ։ Եվ այս էր այն ինչ որ Քրիստոս ուզեր այսօր հասցնել ժողովրդին, որպեսզի այն տարածված միտքի իրենց մեջ, որ հրեական օրենքի դպիրները և վարդապետները, որպեսզի մարդոց վախցնեն այս միտքը ցանած է իրենց մտքի մեջ, թե եթե մեղք գործեք, մեղք գործելու պատճառով Աստված կպատժե և մեղք գործելու պատճառով կհիվանդանաք եղան։ Իսկ երկրորդ Քրիստոս շատ մեծ, նշանավոր և գեղեցիկ արարքն այսօր կպատմի և ժողովուրդ։ Եվ կպատմի իրենց դզենիին արարք, դուզի ծառին արարք։ Գսե այկեբան մը գսե, եկավ և 3 տարիներ շարունակ դզենիի ծառին քով կուկա և այդ դզենիի ծառել բդուղ կխտրի, բդուղ կուզեկավ։ Բայց գսե այս դուզի ծառը 3 տարի բդուղ չդվար։ Եվ ամեն տարի որ դերը կուկա այկեբանը և գսե բդուղ կուզեմ և քանի որ բդուղ չկա այս ծառին վրա,
գդրե այս ծառը եւ գրավին է դե որբեսի հողը չսպաղեցնե գսե այքեբանը գսե իրեն դեր այս տարյալ դուր այս տարյալ ժամանակ դուր ես ասոր շուրջը պիտի պորեմ ասոր շուրջը դրիկ պիտի ծրեմ ասոր պիտի խնամեմ եւ գրնա ըլլալ որ քար դարի այս ծառը բդուղ դա եւ դերը 3 տարիներ կհամբերե եւ նույնիսկ երրորդ տարվա վերջը կա եւ նորեն բդուղ կխնդրե եւ նորեն չի գտներ բդուղ այդ ծառին այս տզենի ծառը սիրելիներ շատ մեծ իմաստ ունի ինչու համար Քրիստոս տզենին ծառը օրինակ բերավ եւ ինչու ուրիշ ծառի մասին չխոսեց ինչպես գիտեք բոլոր տեսակի բդղադու ծառերը եւ որ բդուղ պիտի տան իրենք կսկսին ծաղիկով ծաղիկը կսկսի եւ այդ ծաղիկը հետո կտապի եւ անոր դեղեն բդուղ կելե բայց տզենի ծառը ծաղիկ չի տա տզենի ծառը ուղղակի բդուղ կուտա եւ այդ առաջին բդուղը երբ որ գելե գինա եւ անոր փոխարեն նոր բդուղ մեևս կելե եւ այսպեսով է որ առաջին բդուղը ինալով ջամփագը պարա որ երկրորդ բդուղը որ հիմնական բդուղն է անիկա եւ այստեղ մենք ինչ է նամակը որ Քրիստոս այսօր կուզենեցի հասցնել եւ ինչ են այդ 3 տարիները որ այդ այքեբանը համբերեց եւ ուզեց որ անպայման բդուղ կա եւ մեր եկեղեցու հայրերը մեր եկեղեցու մեկնաբանները այս 3 տարին երկու իմաստներ դին իրենց որոնք երկուքնալ գրնան ճիշտ ըլալ եւ ճիշտ առաջինը գսեն այդ 3 տարին Քրիստոսի քարոզության 3 տարին է Քրիստոս 3 տարի քարոզեց աշխարհին եւ այդ 3 տարին փորձեց որ հրյա ժողովուրդեն բդուղ կավե եւ իրենք դարձիկան եւ ընդունին Հիսուս Քրիստոսը որպես Մեսիա բայց անիկա չեղավ իսկ երկրորդ մեկնաբանությունը որ մեր եկեղեցու հայրերը կուտան գսեն այդ 3 տարի 3 ժամանակաշրջաններ կխորհրդանչ առաջին ժամանակաշրջանը Ադամ եւ Եվայի օրերն են եւ այդ տարվան մեջ այդ շրջանի մեջ մարդը գտնվեցավ մեղքի մեջ գտնվեցավ Աստուծո պատվիրաններում մեջ անհնազանդ եւ անոր համար արտաքսվեցավ իսկ ինչ է երկրորդ տարի երկրորդ տարին այն ժամանակաշրջանն է որ կա Մովսեսեն առաջ ուր մարդիկ առանց օրենքի եւ առանց հոգեվոր դաստիարակության կապրեն իսկ երրորդ տարին կա Մովսեսի օրենքեն երբ որ Աստված խոսեցավ Մովսեսին հետ եւ վրգեց մարգարեներ որպեսի ջամփան պատրաստե որ Քրիստոսը պիտի գա եւ մարդկությունը պիտի բերվի հետեւաբար երկու իմաստներն ալ ճիշտ են բայց նամանավանդ այն իմաստը թե Քրիստոս 3 տարիներ իր քարոզության ընթացքին ինքը փորձեց հրյա ժողովրդին հոգ տարի հրյա ժողովուրդով սպաղի որպեսի իրենք բդուղ տան եւ հրյա ժողովուրդը եղած էր ծառը որ միայն դերևներ կա քեղեցիկ էր կանաչ էր դերևները շատ մեծ էին բայց անոր մեջ բդուղ չկար բայց այդ այքեբանին ուզածը բդուղն է եւ որովհետեւ այդ բդուղը չկա ինքը հրաման կուտար որ այս ծառը թող կդրվի որպեսի այս հողը չսպաղեցնե բայց այնտեղ այդ հողագործը գսե դեր գսե այս տարի անցիկե ես նորեն անգամ եւս հոգ տարի իր շուրջը փորեմ թրիկ դնեմ եւ հավանաբար եկող տարի անգամ եւս եկուր եւ հավանաբար անիկա բդուղ դված կլա բայց 3 տարիներ ալ բդուղ չդվա շատ խորհրդանշական խոսքեր էր ասում եւ ինչպես ցեզի իսի որովհետեւ դուզի ծառը բդուղ կուտա բդուղը գինա եւ ուրիշ բդուղ դերեկել եւ այդ բդուղը որ ելավ եւ ինգավ այն բդուղը հрьяներն են բայց անոնց ով փոխարինեց
Քրիստոսի հետևողները փոխարինեցին քրիստոնյաները եւ այն հրյաները, որոնք ընդունեցին Քրիստոսը եւ ընդունեցին ավետարանը եւ ապրեցան այն կյանքը, որ Քրիստոս ուզեր, որ մարդիկ ապրեին։ Այլ խոսքով գոչվեցան քրիստոնյաներ խոսքով եւ գործով բարի ամբողջական իմաստով։ Եվ ճիշտ այն է այն ինչ որ կպահանջի Քրիստոսը եւ ինչ որ կպահանջի քրիստոնեությունը։ Եվ այսօր նաեւ մենք կնայք նմանցնել այս տզենի ծառը մեր կյանքի մեջ։ Այսօր մեզ մե յուրաքանչյուրն գրնա շատ գեղեցիկ դուզի ծառ գնա։ Շատ սիրուն դերևներով եւ գարաջ դերևներով, բայց գրնա եւ բդղապերություն իր մեջ չլա։ Այսօր այն քրիստոնյաները, որոնք գոչված են քրիստոնյաներ, որոնք գապրին իրենց քրիստոնեությունը միայն մագերիսային ցևով, արտաքին ցևերով անոնք գնմանին այն դուզի ծառին, որ բդուղ չի տա։ Որովհետեւ քրիստոնեությունը մեզի համար ինչպես անցյալ անգամ ասեցի, քրիստոնեությունը մեզի համար կյանք մնե, որ մենք այդ կյանքը պետք է ապրին։ Քրիստոնեությունը անուն չէ, քրիստոնեությունը խորհրդանիշներ չեն, այլ անիկա պետք է լա կյանքը, որ մենք պետք է ապրին, եւ այդ կյանքի մեջ են մենք նաեւ պետք է բդուղ տանք։ Եվ երբ որ մենք բդուղ չենք տալ, անիկա կնշանակի, որ մենք նմանած ենք այն տզենին, որ բդուղ չի տալ։ Լավ, ով է այդ այգեբանը։ Այդ այգեբանը որ կսե որ արիտ դուր դարի մի ևս։ Բուն այգեբանը Հիսուս Քրիստոս, որ ինք 3 տարիներ արիտ տվավ եւ մինչեւ այսօր 4-րդ տարվա ընթացքին, որ 4-րդ տարին կշարունակվի, մինչեւ Քրիստոսի երկրորդ կառուցքը դակավին արիտ տված է։ Ոչ թե միայն հրյաներուն, այլ արիտ տված է բոլոր աշխարհի մարդկության, որոնք զինք չեն ճանչծած, որոնք զինք չեն ընդունած եւ գամ նույնիսկ անոնք, որոնք ճանչծած են զինք եւ ընդունած են զինք, բայց քրիստոնեությունը իրենց կյանքի մեջ չեն ապրել, իրենց առօրյայի մեջ չեն ապրել։ Այսօր այդ այգեբանը կփորձե արիտ կուտա մինչև Քրիստոսի երկրորդ կառուցքը, որպեսզի ամեն մարդ հրյաներեն սկսյալ մինչև աշխարհի ձայնածիր ապրող բոլոր մարդիկը, որպեսզի ապրին եւ սկսին բդուղ տալ։ Եվ նաեւ այգեբանները նաեւ գիտեք ովքեր են, այգեբանները նաեւ յուրաքանչյուր մեկ եկեղեցական մնա, յուրաքանչյուր մեկ տվիր սարգսակ մնա, յուրաքանչյուր մեկ դերհայր կամ վարդապետ կամ եպիսկոպոս կամ կաթողիկոս մնա, որովհետեւ մենք եկեղեցվող պաշտոնյաներս գոչված ենք այս ծառին խնամքին։ Եթե այս ծառը բդուղ չի տալ, մենք պետք է տեսնենք, թե պատճառը ինչ է, որ այս բդուղը չի տալ։ Եթե մեկը այս ծառեն բացակա է, կացած է ինչ-որ աղանթի ետևեն, կացած է Եհովայի վկաներու ետևեն, կացած է մորմոններու ետևեն, մենք պիտի փնտրենք եւ տեսնենք, արդյոք հիվանդությունը այս ծառին մեջ ինչ է։ Մենք ինչ պետք է անենք, որպեսզի այս ծառը բդուղ տա եւ միանա անգամ ևս Քրիստոսի արաքելական ծառ։ Այս արագին մեջ մանավանդ Քրիստոսի խոսքը ուղղված է եկեղեցվող մշակներուն։ Բայց եկեղեցվող մշակները երբ որ գսենք, անոնք միայն եկեղեցական դասը չէ, մանավանդ եկեղեցական դասն է։ Մանավանդ քահանաներն են եւ վարդապետները մինչեւ կաթողիկոսը, բայց նաեւ դուք ալ սիրելիներ, տբիր, սարգսակ, ժողովուրդ, ան որ ունի Աստուծո գիտությունը, ան որ ունի ավետարանի ուսուցումը, ան որ ճանչծած է ցեղով ճշմարտությունը, հասկացած է ավետարանի խոսքերը, բարգավոր է նաև ինք, որպես եկեղեցվող նոր Իսրայելի, որպես որդիներ եւ ժողովուրդ, բարգավոր ենք մենք բոլորս մեր մասնակցությունը բերենք, որպեսզի այս ծառը օրը բդուղ տա։ Որովհետև եթե այդ ծառը բդուղ չտա, օրը պիտի կա, որ գացինը պիտի առնվի եւ այդ ծառը պիտի զարնվի եւ գրավվի։ Իսկ ուրիշ խորհրդանշական այսպես մի քանի կետեր արկան, որոնց մասին կուզեմ ցեզի խոսել։
Այդ այգեբանը գսե դեր արիտ դու դարին երս, լավ ինչ պիտի իրեն, և ինչ պետք է ենենք, գսե իր շուրջը պորեմ, և թրիք տրեմ վրան, և հետո արդյուն պիտի դա, լավ երբ որ գսե իր շուրջը պիտի պորեմ, ինչ կնշանք, այդ պորելու արարողությունը կամ պորելու գործը խորհրդանիշ է խոնարհության, այսինքն հողը հավասար է, և որ մենք շուրջը կպորենք, ինչ կլա, անիկա ավելի ցած կիչն է, և այդ ցած իչնելը անիկա հոգևոր խոնարհության որպես խորհրդանիշ է, լավ, և գսե իր շուրջը թրիք տրեն, թրիքը ինչ է, թրիքը այդ աղբն է, որ մենք կտրենք, եթե գիշեք մեր քյուրերու մեջ գվական այդ յանքի մեջ, մենք կերտայինք աղդերը գարնեինք անասուններուն և այդ աղդերը կբերեինք և ծարին շուրջը գտնեինք, որպեսի անիկա ավելի ուժ արնե և ավելի արագ այդի։ Լավ, այս աղդերը ինչ կապ ունի այս թրիսկը Քրիստոսի խոսքերուն հետ։ Ծարին հետ կամ մեր հավատքին հետ ինչ կապ ունի։ Որովհետև ավետարանը կխորհրդանշե մեր մեղքերը որպես աղդ և որպես աղդ, որովհետև այնքան ժամանակ, որ մենք մեղքի մեջ ենք, մենք այդ գերդոտ հագուստով ենք։ Ուրեմն, մենք ինչ պետք է ենք, մենք պետք է մեր աղդերը, մեր աղբերը մեր վրա ենք անենք և գնենք կեդին խոնարհությամբ Քրիստոսի ծառին առջև և երբ որ ձերբազատվինք մեր աղդերեն, ձերբազատվինք մեր մեղքերեն, այն ժամանակ է, որ մեր ապաշխարության կյանքը ընդունելի կլա և այն ժամանակ է, երբ որ ապաշխարենք, խոնարհենք, զղջանք մեր մեղքերեն, դառնանք Քրիստոսի ճշմարտության խոսքերուն, այն ժամանակ է, որ մենք կամաց պիտի սկսենք բդուղ տալ։ Մեր եկեղեցու կյանքի մեջ կային շատ այսպիսի դեպքեր, կային ծառեր, որոնք բդուղ չէին տալ, բայց Աստված խնամեց անոնց և անոնք բդուղ տվին։ Եվ կային նաև ծառեր, որոնք մարդիկ փորձեցին այդ ծառերը անխնամ պահել, որպեսզի բդուղ չտան։ Փորձեցին այն ծառը կացինահարել, որպեսզի բդուղ չտա, բայց այդ ծառը անպայման բդուղ տվավ։ Եվ այդ օրինակներեն մեկը Գրիգոր Լուսավորիչն էր, Հայաստան աշխարհի մեր առաջին կաթողիկոսը, որ երբ որ ուզեց հավատքը տարածել Հայաստան աշխարհի մեջ, ինչուրին բռնեցին իրեն խոր վրա բնետեցին, բայց անով հանդերձ, որովհետև այդ ծառը լավ սնված էր, որովհետև այդ ծառին լավ տնակ դարված էր, ոչ ոք չգրծան, հագարակ որ 14 տարյալ մնաց խոր վիրամի մեջ, և եթե 24 տարյալ մնար, այդ հավատքը պիտի դուրս ելեր և այդ հավատքը պիտի տարածվեր ամբողջ Հայաստան աշխարհին։ Այս է այսօրվան պատկամը, որ այսօրվան արագը մեզի գհվե։ Մենք բոլորս այս դզենի ծառին գնվանք։ Մենք մեր անձերը և մեր շրջապատը։ Եվ եթե մենք կոչված ենք քրիստոնեության, ուրեմն մենք պարտենք այս մեր ծառը, այս մեր կյանքի ծառը միշտ մաքուր պահել և պարտենք խնամք տանել, որպեսզի անիկա բդուղ տա։ Որովհետև դերը չուզեր, որ մարդիկ միայն անունով քրիստոնյա ըլլան։ Գսե վերջին օրերուն շատ մարդիկ պիտի կան Կալաստանի օրը և պիտի ասեն դեր, մենք քո անունովդ հրաշքներ կատարեցինք, մենք քո անունովդ բժշկություններ կրինք, մենք քո անունովդ թևեր հանեցինք, տեսեք ինչքան իրենց հավատքը պիտի լավ, որ իրենք պիտի կարենան այս բոլոր հրաշքները կատարեն, բայց գսե անոնց պիտի ասեն իմ ետից գնացել, ես ձեզի չեմ կանչնալ, որովհետև պետք եղած բդուղը, որ դուք պետք է տայիք, պետք եղած խնամքը, որ դուք պետք է մատակարարեիք և ցուցնեիք, որպես քրիստոնյաներ, անիկա չրիք, հագարակ որ